Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան Մատուռ մկրտարանում։ Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները հինգշաբթիից հինգշաբթի երեկոյան ժամերգությանը միասնաբար այցելում են տարբեր եկեղեցիներ, աղոթում այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, ինչպես նաև հանիրավի ազատազրկվածների ու գերության մեջ գտնվողների համար։ Վերջին շաբաթներին հանրային կյանքը փոթորկող իրադարձությունները առիթ են դարձել, որ ուխտավորները հոգևոր հայրերի հետ միասին իրենց քայլերն ուղղեն դեպի համայնհայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածին և համատեղ աղոթեն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար։ Կրակի մեջ, շատ ուժեղ կրակի մեջ երկաթը և տարբեր մետաղներ հալվում են, բայց կավը ավելի թրծվում և ամուր է դառնում։ Ես համարում եմ, որ մենք պիտի լինենք այդ կավը, որ մենք պիտի ավելի ամրանանք մեր աղոթքների մեջ, մեր հոգևոր ապրելակերպի մեջ, չէ որ մեր ամբողջ կյանքը իրապես փնտրտուք է Աստծուն տեսնելու համար։ Եվ այն հույսն ու հավատքն ունեմ, որ պիտի մեր սրբազան հայրերը, հատկապես մեր առաջնորդ հայրերը գան հասնեն մեզ։ Իրապես կարոտով ենք սպասում մենք մեր թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին հատկապես և իրեն պակասը շատ է զգացվում։ Հոգևոր դասը ընթերցում է Ներսես շնորհալու հավատով խոստովանի իմ աղոթքը։ Այն համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է, թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով։ Աղոթքի 24 տները խորհրդանշում են օրվա 24 ժամերը և բովանդակում աղոթքի բոլոր տեսակները՝ դավանական, զղջական, պաղատական, խոստովանական։ Շնորհալին այն անվանել է Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք։ Հավատով խոստովանիմը սովորաբար երիցագույն հանդիսավար քահանան է արտասանում։ Մեր պարագային միշտ սրբազան հայրն էր առաջինը խոսում և դրա համար առաջին և վերջին տուները խմբակային մենք սրբազանի փոխարեն ենք արտասանում։ Մեզ համար նաև մեծ ուրախություն էր, որ այսօր արդեն թեև շատ կարճ օրեր հիվանդանոցում անցկացնելուց հետո մեզ միացավ մեր սիրելի հոգևոր եղբայր Տեր Վրդանեսը ավելի առույգ, ավելի քաջալերված, ավելի հոգով լցված։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես քահանա Բաղալյանը պատգամեց ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը, աղոթքով և համբերությամբ հաղթահարեն մարտահրավերները և հիշեցրեց Տիրոջ խոսքերը, որ ասաց իր հետևորդներին. «Իսկ եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։